Մեզանից է կախված ի վերջո Հայաստանի Հանրապետություն քարտեզի վրա կմնա թե ոչ։ Այս փոփոխվող աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Այս փոփոխվող աշխարհում այլևս չկա միջազգային դատարան, այլևս չկան միջազգային նորմեր։ Քաղաքականությունը դարձել է շատ չափից դուրս պրագմատիկ։ Ուժեղները որոշում են ինչ անեն։ Այո, դա այդպես է։ Հիմա այս ձեռներս ծալենք, սպասենք մեր վրով ինչ են որոշելու, իհարկե ոչ։ Իմիջայլոց ասացիք ուժի հետ կապված տարեվերջյան իր ասուլիսում Ալիևը նորից խոսել էր ոնց ուզում եք անվանեք Զանգեզուրի միջանցքը այլևս իրողություն է, ինչ անունով ուզում եք դա կոչեք, եւ հենց կոնկրետ շեշտադրում այլևս չկա միջազգային իրավունք, կա ուժի իրավունք։ Սա ինչ է նշանակում, սա ինչ պատասխանն է այս իշխանության կողմից կեղծ խաղաղության քարոզի։ Տեսեք, Ալիևը իր տարեվերջյան նաև ասուլիսում մի հետարքիր միտք էր հայտարարել, նա ասել էր, որ շատ լավ է, որ մենք կարողացել ենք ստանալ միջանցքը առանց պատերազմական գործողությունների։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ նա կրկին քանդում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների բոլորի իրար այդ թեզերը, որոնք ասում են, որ ոչ մի միջանց չկա, դա ճանապարհ է, Ալիևը բառացի ասում, որ եթե չտայիք դա, պատերազմով էի վերցնելու։ Իսկ ոչ միջանցքը պատերազմով վերցնելու իմաստը ո՞րն է։ Իհարկե չկա։ Ավելին, Ալիևի միջոցով մեզ Հայաստանի Հանրապետությունը պատրաստում են Ռուսաստանի հետ կապերի խզմանը։ Որտեւ եթե առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ կարող է դրսում ասել, դե նավթը Ռուսաստանից է գալի, դե գազը Ռուսաստանից է գալի, դե ես իմիջը հացահատիկը Ռուսաստանից է գալի։ Հիմա ինչով են դա փոխարինում Ադրբեջանից եկող նավթամթերքով։ Այսինքն ստեղծում են նախադեպ, որ հետո Հայաստանին ասեն, դա ախպեր Ռուսաստանի հետ կապերը կտրեն, ամեն ինչը դու կարողանում ես արդեն Ադրբեջանից բերել։ Դա են անում, նախապատրաստական աշխատանք։ Եթե ձեզ թվում է Ռուսաստանում դա չեն հասկանում, շատ լավ հասկանում են, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ակնհայտ է, որ ինչքան է Նիկոլը շլապայով գնա անդե Կրեմլում, շլապա դնի, մեկը բան չի փոխվում, այնտեղ շատ լավ հասկանում են, թե ինչ խաղ է գնում։ Մի այլ հարց է, որ Ռուսաստանը թաթախված է ռուս-ուկրաինական կամ ավելի ճիշտ ռուս-եվրոպական պատերազմում, որի վերջը թվացյալ մոտ է, բայց երբեք չես կարող ասել, թե իրականում երբ կավարտվի այս ամենը։ Կարող է շատ շուտ, կարող է դեռևս տարիներ տևել։ Ռուսաստանը կայսրություն է, որը ունի իր շահերը, Ամերիկան կայսրություն է, որը ունի իր շահերը, Չինաստանը եւ այլն, բոլորը ունեն իրենց շահերը։ Եվ այդ բոլորի շահերի մեջ միայն Հայաստանն է, որը չունի շահ։ Հայաստանի Հանրապետության շահ որպես այդպիսին այսօր գոյություն չունի։ Գոյություն ունի Նիկոլի շահ։ Իսկ Նիկոլի շահը դա կոնստանտ փող գրփելն է։ Եվ կգրփի ինքը այդ փողը Հայաստանի Հանրապետությունում, թե Թուրքիայի վիլայեթում, իր համար տարբերություն չկա։ Բացարձակապես։ Ընդհանրապես չկա։ Մի այլ հարց է, որ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետության շահ նորից ի հայտ գա քաղաքական քարտեզի վրա, որ մենք կարողանանք ճիշտ բանակցություններ վարել մեր դաշնակիցների հետ եւ ոչ միայն, որպեսզի կարողանանք հայկական շահը կրկին տեսանելի դարձնել բոլորի համար։ Այլ ոչ թե բոլորովս ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայերը դա այն երկիրն են կամ հայերը դա այն ժողովուրդը, որը պայքարում է ինքը իր եկեղեցու դեմ։ Ես իհարկե ողջունում եմ այն բոլոր քահանաներին եւ մնացած սպասավորներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում վեհապար հայրապետին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Ես չեմ կարող չզարմանալ Նիկոլին միացած որոշ տիրադավներին։ Ընդ որում իմ մոտ հարց է ծագում, ինչ է փոխվել իրենց կյանքում, որ օրեր առաջ իրանք թունդ հականիկոլական էին, օրեր անց իրանք միանում են Նիկոլին։ Միակ պատճառը, որ գալիս է մտքից, դա երկու հնարավոր ելք է։ Փող են վերցրել
Կամ վրեքները կամպրամատ կա։ Ինչ խոսք, ԱԱՑ-ն լավ է աշխատում այս առումով։ Կարողանում է լրջագույն աշխատանք կատարել հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ։ Մինչդեռ ԱԱՑ-ն լրիվ այլ բանով պետք է զբաղվեր։ Լրիվ։ Բայց իրենք զբաղված են եկեղեցականներին որսելով, մարդկանց դեպի Նիկոլ քաշելով։ Տեսեք, երբ որ ասում են եկեղեցականները չպետք է խառնվեն քաղաքականությանը, իսկ ով է դա ասել։ Իսկ եթե խոսքը գնում է երկիր ունենալու եւ չունենալու միջև, ինչ եկեղեցականը պետք է սուս մնա, մարդ չէ։ Մի այլ հարց է, որ սահմանադրությամբ արգելված է հակառակը, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերին։ Բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում չկա գետ մեկ կետ, որը արգելում է եկեղեցականներին մասնակից լինել Հայաստանի քաղաքական կյանքին։ Չկա նման կետ։ Եվ այո, իհարկե եկեղեցականները տեսնելով, թե ոնց եք դուք քանդում մեր հանրապետությունը, ինչպես եք դուք հանձնել Արցախը, արտահայտում են իրենց կարծիքները։ Որոշ դեպքերում մասնակից են դառնում պայքարի։ Եվ դա շատ նորմալ է, եւ դա ողջունելի է։ Հակառակը կլներ անհասկանալի։ Չես կարող էլի հանգիստ ապրել մի երկրում, որը կործանվում է։ Եթե վեհապար հայրապետը կամ մնացած սպասավորների եկեղեցու իրենց կարծիքները չհայտարարեն, ես կզարմանայի, կասելա, բա մեր եկեղեցուները ինչի չեն խոսում։ Եթե վեհապար հայրապետը չխոսար արցախցիների իրավունքների մասին, ես կզարմանայի։ Բայելով եթե ոչ ինքը։ Եվ կեցեն, որ շարունակում են խոսել, կեցեն, որ շարունակում են պայքարել։ Եվ ես կրկնում եմ, ես կասկած չունեմ, միևնույն է, անկախ նրանից ինչ զարգացումներ կլինեն, եկեղեցին հաղթող է դուրս գալու։ Եկեղեցին ժողովրդին է, չէ, եկեղեցին Աստծունն է, որի ծառան ենք մենք բոլորս։ Եվ մենք ենք ծառայում եկեղեցուն, ոչ թե հակառակը։ Իսկ Նիկոլը փորձում է եկեղեցուն սոցիալիզմ մտցնի։ Ասում է եկեղեցին վերադարձնեմ ժողովրդին։ Եկեղեցին ու էլեկտրական ցանցերը չի որ ժողովրդին վերադարձնես, այդտեղ։ Ժողովրդին պետք է վերադարձնես եկեղեցուն իրականում, որտեղ մեր ժողովուրդը ինչը ճիշտ է, հերվածել է եկեղեցուց։ Հերվածել է հավատքից։ Տարվել է սխալ բաներով։ Այդ է խնդիր կա։ Եվ այո, իհարկե այդ խնդրում նաև կա եկեղեցու մեղավորությունը, որ չեն կարողացել ավելի ճիշտ քարոզ կարդալ ժողովրդին։ Եվ իհարկե կան փոփոխությունների կարիք, իհարկե կան։ Բայց պետությունը, ոչ մի պետություն իրանք չունի խառնվել եկեղեցու գործերին, ոչ մի պետություն։ Նամանավանդ Նիկոլի պես պետությունը։ Նիկոլը, որը Հայաստանի շահերի հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Քաղաքական հետապնդումները հասել են ֆենոմենալ մակարդակի, տասնյակներով քաղաքական բանտարկյալներ կան երկրում։ Երեք ականատես եղանք, որ հիմնիմինի հաղորդավարներ Վազգենը եւ Նարեկի կալանքը երկարացեց 3 ամսով։ Նայել եմ այդ կարճատև դատը, նայել եմ, մի խայտառակություն է ուղղակի այդ դատը։ Նարեկն էլ անշամքեր հացադուլ է սկսել, սա մեկ այլ ծայրահեղություն է։ Տեսեք, խայտառակության հետ կապված է, նորից հրահրել են ըստ Ալեն Սիմոնյանի, այսպես ասենք, գործstavի հիման վրա է ամեն ինչ եղել։ Ինքը հրահրել էր, ինքը վիրավորել էր տղաներին, պատասխանը ստացել է եւ այս տղաները այսօր արդեն տեսեք, եւ տղաները եւ մնացած քաղաքաբանտարկյալները նախ եւ առաջ պահում են իրենց տղամարդու պես։ Սա շատ կարեւոր է։ Պետք չէ վախենալ կալանավորվելուց։ Դրա ամենալավ օրինակը Միքայել Սրբազանն է, Բագրատ Սրբազանն է, մնացած սրբազանները։ Պետք չէ վախենալ դրանից։ Վախեցեք պատիվը կորցնելուց։ Ես երբ որ նայում եմ, թե ինչ է տեղի ունեցել վերջի մի քանի ամիսների ընթացքում, հասկանում եմ, որ իրականության մեջ Միքայել Սրբազանի դատավճիռը կարդալը այդպես արագ պետք է նրա համար, որպեսզի դա օգտագործվի մնացած հոգևորականների վրա ճնշում գործադրելու համար։
Բագրատ Սրբազանին կալանավորել էր դրա համար պետք։ Արշակ Սրբազանին կալանավորել էր դրա համար պետք։ Որպեսզի մնացածին վախեցնեն, ասեն, որ տեսեք, մենք կարմիր գծեր չունենք, մենք թքած ունենք ամեն ինչի վրա, Սրբազան եք, ինչ եք, մեզ մեկա, կալանավորելու ենք։ Եվ ցավոք սրտի որոշների վրա դա ազդեց։ Եվ դեռևս ազդելու է։ Մարդը վախում է։ Բայց կրկնում եմ, վախեցեք ձեր պատիվը կորցնելուց։ Բայց դա միևնույն է, պետք է պայքարել այս մարդկանց ազատության համար, այո, չվախենալ կարակից, բայց ինչի նշանակում, համատարած տանում են, ինչի համար են այսօր նարեկում միանշանակ պայքարը պետք է լինի, իհարկե պայքարը պետք է լինի եւ ընդդիմությունն էլ պետք է մտածի նոր ձևերի մասին պայքարի, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար, բայց նաեւ պետք է հասկանանք, որ ամենամոտիկ process-ը, որը ուղակի սարերի հետևում չէ, դա ընտրություններն են, մնացել է 5 ամիս։ Այս 5 ամիսը ես չեմ բացառում, որ Նիկոլը գնալու է ել ավելի զարհուրելի արարքների, շարունակվելու են ձերբակալությունները, կալանավորումները եւ այս ամենը միայն փաստում է նրա մասին, որ նա սարսափում է ընտրություններից, ուղղակի սարսափում, բայց սարսափելով անդրեց պատրաստվում է այդ ընտրություններին։ Եվ մենք պետք է ընդդիմությունը աշխատի բոլոր հնարավոր ֆրոնտերով։ Առաջինը դա իհարկե քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարն է։ Ինքս չգիտեմ ինչ ձևով պետք է պայքարել, բայց պատրաստ եմ միանամ ցանկացած պայքարի ձևի։ Մենք պետք է շեշտակի աճեցնենք մարզերում մեր աշխատանքը, մեր հայրենակիցների հետ շփումը եւ բոլորի աչքերը բացելը։ Մենք պետք է ժողովրդին հասկացնենք, որ այս ընտրությունները խաղաղության եւ ոչ խաղաղության մասին չեն։ Դա Նիկոլն է ասում, որ խաղաղություն ընտրեք կամ պատերազմ, ոչ։ Այս ընտրությունները հայ մնալու ու հայ չմնալու մասին են։ Իհարկե դուք կարող եք ընտրել Նիկոլին, եթե ուզում եք հայ չմնաք։ Բայց եթե ուզում եք հայ մնաք, ապա առաջի բանը, որ պետք է չանեք, դա Նիկոլին ընտրելն է։ Ուղղակի արգելել իրան ընտրելը։ Այդ դա շատ կարևոր է, բայց դա պետք է ժողովրդին ճիշտ մատուցվի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել ժողովրդի հետ։ Հենց այն ժողովրդի հետ, որը ժամանակին Նիկոլին սատարում էր։ Թոշակառուների վրա այս մարդը կներեք բառի համար կայֆավատ է ուղղակի լինում։ Հենց այն թոշակառուները, որոնք 21 թվականին իրեն ընտրել են։ Մնում է ֆրա եթերում ասի, որ դուք դեբիլ եք։ Դուք փող ծախսելու ձևը չգիտեք։ Լավ ուր է մեր արժանապատվությունը։ Նիկոլին սատարում էր այն ժամանակ ավելի շատ չկայացած շերտը, ֆինանսապես չկայացած։ Դա թոշակառուներն էին, դա ուսանողներն էին։ Հիմա այդ մարդկանց ինքը դեն է նետել, որտեվ ես արդեն քանի տարի ասում եմ, որ Նիկոլը աղքատների համար չի եկել։ Ինքը հարուստներին հարստացնելու է եկել։ Նիկոլը թքած ունի աղքատների վրա։ Նիկոլը ոչնչացնում է Հայաստանում փոքր միջին բիզնեսը։ Նիկոլը հարստացնում է օլիգարխներին։ Նիկոլի բոլոր օրենքները ի վնաս աղքատների է։ Եթե ձեզ թվում է, որ Նիկոլը էլեկտրական ցանցերը խլում էր, որ ձեզ լավություն աներ, ապա կրկին չարաչար սխալվում եք։ Խլում էր, որ իր մարդկանցով լցնի ցանցերը, որ ոչ թե ջեբից փող տան այդ մարդկանց, որ հետո իրանց ծառայեն, այլ ուղակի էլեկտրական ցանցերը եւ ձեր հաշվին այդ մարդկանց փող վճարի։ Դուք մի վարքյան կասկածում եք, որ վերջի վերջո ինչ որ ացիանում Տաշիր գրուպը հաղթելու է այս կառավարությանը։ Դատական նկատի ունեմ։ Եվ հարյուրավոր միլիոնավոր դոլարների խնդիր է ծագելու, որը կրկին մնալու է մեր վրա։ Ինչու՞ որտեվ Նիկոլը թքած ունի։ Նիկոլես երկիրը մցրել է պարտկային փոսի մեջ։ Ուղղակի խայտարակ վիճակում ենք։ 14 միլիարդի է հասել պարտքը։ Եվ դա վերացական թիվ չի, դա ռեալ պարտք է, որ ուշ թե շուտ պետք է տակ։ Բայց այդ պարտքը նաև լրջագույն խնդիրներ է ստեղծում քո արտաքին քաղաքականության մեջ, որովհետև դու կախման մեջ ես մտնում։ Կներեք, շատերը օգտագործում են այս տարիների ընթացքում Չաուշեսկու եւ կնոջ օրինակը, չգիտակցելով, որ
նախ համեմատելու չեն կերպարները։ Ես իմ տեսություն ունեմ Չաուշեսկու վերաբերյալ։ Ռումինիայի նախագահ Չաուշեսկուն աշխարհում երևի թե առաջի երկրի ղեկավարն էր, որը 0-ի հասցրեց Ռումինիայի արտաքին պարտքը համաշխարհային բանկին, IMF-ին եւ այլն եւ այլն։ Ուղղակի 0-ի։ Եվ գիտեք ինչ եղավ պարտքը 0-ի հասցնելուց հետո։ Ապստամբություն։ Արևմուտքը չներեց, որ Չաուշեսկուն փակեց Ռումինիայի արտաքին պարտքը եւ կազմակերպեց իր սպանությունը։ Ակնհայտ եւ անվիճելի է, չէ՞ որ դատավարություն նույնիսկ նորմալ չի եղել։ Մի քանի ժամում դատել են, վճռը կարդացել են, գնդակարել, հանել են դուրսը, գնդակարել են։ Մենք ապրում ենք շատ բիրտ, դաժան եւ ծանր աշխարհում, որում պետք է ամեն ինչը ճիշտ անես։ Եթե ճիշտ չանես, կործանվելու ես։ Հիմա մեզ որպես քաղաքացիներ, որպես հայեր, այս իշխանությունը քիչ է զրկել է մեր երկրորդ հայրենիքից, քիչ է մեզ արգելում է մտածել այդ երկրորդ հայրենիքի մասին, մեզ նաև ասում է, որ դուք բոլորդ պարտքերի մեջ խրվելու եք։ Այդքան մինչև նույնիսկ չկարողանաք որևէ բան այլևս փոխել։ Բայց իրանք հարստանում են։ Ով գիտի ամեն մեկը դրսերում տներ են առել, չեմ զարմանա, եթե դա ճիշտ է։ Կասկած չունեմ, որ ամեն մեկը թաքնված միլիոնատեր է։ Եվ նաև կասկած չունեմ, որ իշխանափոխությունից հետո մենք դեռևս տարիներ զարմանալու ենք բացահայտումների վրա։ Տարիներ ենք զարմանալու, թե ինչեր են սրանք արել։ Մարդիկ, որոնք այսօր իրանց սատարում են, ուղղակի գլուխներն են բռնելու, ասեն լավ, մենք ոնց այս ամենը չենք հասկանում։ Բայց ես դրա համար եմ։ Ես պայքարս դրա համար եմ տանում, որ ամեն այս հարցազրույցից, ամեն այս խոսալուց մի հոգի փոխվի, ես գոհ եմ։